Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանի հետ, ով նաև Մայրաթորի նախկին միաբան է եղել Հայր Գարեգին անվամբ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ եպիսկոպոսաց ժողովին, որը տեղի ունենալու Ավստրիայում, այսպես ասած, բան չի մնացել, եւ առանձնապես եկեղեցու վերնախավի, այդ թվում եւ կաթողիկոսի նկատմամբ իրավիճակը եւս էական փոփոխության չի ենթարկվել։ Ես կխնդրեմ, որպեսզի նախ մենք այս սպասվող եպիսկոպոսաց ժողովի մասին խոսենք, այդ ժողովը ինչ օրակարգով է գումարվելու կամ ինչ օրակարգով կարող է գումարվել, ինչ գուցե եւ շրջադարձային որոշումներ կարող են կայացվել այդ եպիսկոպոսաց ժողովում, հետո կանդրադառնանք արդեն գործողությունների անհրաժեշտությանը, որ գուցե իրավիճակը ինքնին թելադրում է։ Համեցեք։ Այո, շատ բարդ իրավիճակում ենք գտնվում։ Ա, Պետք է ուղղակի ասեմ, որ եպիսկոպոսատ ժողովը ինքնին չունի որևէ կանոնադրություն, այսինքն զուտ ավանդական սկզբունքներով է գումարվում։ Սովորաբար դա լինում է օրինակ կաթողիկոսի մահվան հաջորդ օրերին, երբ որ պետք է հավաքվեն եւ ընտրեն տեղապահ, եւ ավանդության համաձայն ձայների 2/3-ի որոշումով կայացվում է տեղապահի ընտրությունը։ Ըստ այդմ նաև այսպիսի ավանդություն կա, զուտ տենց սկզբունք է, որ որպեսզի լիարժեք լինի եպիսկոպոսատ ժողովը, պետք է գոնե 2/3-ը, այսինքն գործող եպիսկոպոսների 2/3-ը ներկա գտնվեն քվորում ապահովելու համար։ Սակայն դա ոչ մի կանոնադրության մեջ գրված չի, սա ուղղակի տարիների, տասնամյակների կամ դարերի ընթացքում ձևավորված սովորույթ է։ Հիմա ունենք այն իրավիճակը, որ 10 հարթարամիտ եպիսկոպոսներ իրենց ընդվզումն էին հայտնել եւ պահանջել էին Գարեգին II կտրիչ Ներսիսյանից հրաժարական։ Բացի դրանից նրանք այս տարի արդեն հունվարին ձևավորել էին համակարգող խորհուրդ, որի մեջ էր նաև վարչապետը Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք այլևս կաթողիկոսի անձը, կաթողիկոսի գահ զբաղեցնող անձի որոշումները վավեր չէին համարում։ Ուստի նաև կոչ էին արել, որ մնացյալ եպիսկոպոսները նույնպես չգան այս ժողովին։ Սակայն մեր ունեցած տեղեկություններով նրանցից մի քանիսը այնուամենայնիվ գնալու են այդ ժողովին, որը լինելու է Ավստրիայում Սանտ Պոլտեն քաղաքում, մի փոքր կաթոլիկ թեմում, դրա մասին է կարելի է առանձին խոսել, որտեղ դա շատ խայտարակ թեմ է, խայտարակ եպիսկոպոսով, որը կտրիչ Ներսիսյանի ընկերներից է։ Ու այնտեղ լինելու է փաստորեն մի հավաք, որտեղ հավանաբար նաև նախագահելու է կամ այսպես ասած թելադրելու է իր կամքը կտրիչ Ներսիսյանի եղբայրը, Եզրաս arczepiskopos-ը, որը գալու է Մոսկվայից։ Ինչպես գիտեք, Ավստրիան դա ՆԱՏՕ-ի անդամ պետություն չի, այսինքն 1955 թվականից այն պահպանում է չեզոքություն եւ չնայած նրան, որ Եզրասը մեծ խնդիրներ ունի ուկրաինական պատերազմի հետ կապված, բայց ինքը գալու է։ Եվ ինչպես ռուսներն են ասում, այնտեղ լինելու է ծրագրամը մինիմում ի ծրագրամը մաքսիմում, այսինքն իրանք ունենալու են մի առանձին ոնց որ ասած սցենար, որ անպայման պետք է խայտարակեն Հայաստանի Հանրապետությունը, ինչը որ արդեն սկսվել է, այսինքն սա լինելու է դիսկրեդիտացիայի մի հատ ելույթ, այսպես ասած, կամ ասենք մեծ ցայտուն օրինակ, որ մեզ Հայաստանում այնքան են հալածում, որ մենք ստիպված Հայաստանից դուրս ենք գանում այս ժողովը, եւ երկրորդը անշուշտ պատժել այս արտարամիտ եպիսկոպոսներին, որոնցից հիմա գիտեք ընդամենը 8-ն են մնացել, քանի որ Գևորգ Սարոյանի եպիսկոպոսին կարգալույց են արել, իսկ Հովնան arczepiskopos Տերտերյանը անցել է այն կողմ, ու ստացվում է, որ այս 8 հոգուն կամ պետք է զրկեն իրենց պաշտոններից կամ անգամ կարգալույց անեն, նայած թե ինչ վիճակի կլինի ընդհանուր տրամադրությունը։ Բնականաբար նաև հնարավոր է, որ իրենք արդեն իբրև զավեշտ պատրաստ են հետագա արդեն գործունեությունը, թե ինչպես պետք է ներազդեն Հայաստանի գալիք ընտրությունների վրա,
դա ըստ ասենք ռուսների ճաշակի կամ պատվերի FSB-ն ոնց որ կկարգադրի, երևի այդպես էլ կանեն, եւ երբ որ իրենք վերադառնան Հայաստան, փաստորեն փորձելու են ամեն ձևով խայտարակ անեն մեր իշխանություններին։ Սա կարող է արվել նաև կիսա առցանց տարբերակով, որտեղ ինչպես գիտեք 6 հոգի Գերագույն ոգեով խորհրդից այժմ նաև ստորագրել են իրենք երկրից չեն կարող բացակայեն, մի քանիսը բանտում են կամ կալանավորված են, ուստի կարող է սա նաև առցանց տարբերակով էլ անցկացնել, որտեղ ամեն ինչ իրենց ձեռքում է, այս պահին իրենք ինչ որոշեն, այդպես էլ անում են։ Բայց կա այլ ճանապարհ այս խնդիրը հանգուցալուծելու, հա, մենք տեսնում ենք, որ այո, ինչպես դուք նշեցիք, այդ բայնորոգման խորհուրդը ստեղծվեց, պարբերաբար ինչ որ կոչեր, հայտարարություններ են լինում, անգամ թեև ոչ հաստատված, բայց պարբերաբար տարատեսակ տեղեկություններ են, սկանդալային տեղեկություններ են սպրդում կաթողիկոսի նրա մերձավոր շրջապատի վերաբերյալ, այսինքն որևէ բան դեռևս տեղից չի շարժում, տեղի չի ունենում, որևէ բան չի ազդում այս մարդու եւ իր շրջապատի վրա։ Հետևաբար կան այլ ճանապարհներ խնդիրը լուծելու համար, հա, որովհետև տպավորություն է, որ այսպես անվերջ կարող է այս process-ը գնալ, բայց իրականում եթե հարցը մյուս կողմից հարցը էլի առաջանում, եթե խնդիրը իսկապես հրատապ է, եթե Հայաստանի ազգային անվտանգությանն է սպառնում, եթե սպառնում է եկեղեցուն որպես ինստիտուտ նրա անվտանգությանը, շատ պատկերավոր ասած, ապա դրա դեմ հակաքայլերը այսպես ձեռքի հետ, չգիտեմ, երկար բարակ, այսինքն կամ համարժեք չեն այն սպառնալիքներին, ինչի մասին հայտարարում են, այսինքն ուռճացված են ուրեմն դրանք, կամ էլ չգիտեմ, գուցե ինչ-որ կոմպետենտության խնդիր կա, էլի չմտածես։ Այո, իմ ընկերներից շատերն էլ կիսում են նույն այդ մտքերը կամ մտավախությունները։ Ես կարծում եմ, որ կա այլ տարբերակ, քանի որ այս համակարգող խորհուրդը փորձեց որոշ չափով նկարագրել, թե ինչ ընթացք պետք է ունենա բարեկարգության process-ը, եւ տեսակ, քանի քահանաներ միացան, սարկավագներ միացան, բայց միևնույն է, իրենք ի վերջո մնում են փոքրամասնություն, որտեղ եկեղեցու մեծ մասը փաստորեն սպասողական վիճակում է։ Ես չի ասի, որ իրանք այդ մեծամասնությունը սատարում է կտրիչ Ներսիսյանին, չէ։ Ուղղակի իրենք ոնց որ դեռ չեն տեսնում ոնց որ թունելի ծայրում երևացող այն լույսը, որը նշмарվում է։ Դրա համար իրենք սպասողական վիճակում են եւ ճիշտ եք շատ ասում, որ եթե այսպես պասիվ ամեն ինչ թողնվի, ինչպես որ ձեզ մոտ տեսա նախորդ օրը մի падգամավոր էր եկել եւ ասում էր եղբայրական մթնոլորտում սիրով պետք է հրաժարվենք իրարից կամ հրաժեշտ տանք իրար։ Ես դրան այլևս չեմ հավատում, որովհետեւ այդ եղբայրական սիրո մթնոլորտը նախ այլևս գոյություն չունի մեր մեջ, այլ խորը պառակտում է, այսինքն խորը բարոյական անդունդ է այս տարբեր ճամբարների միջև եւ թշնամանքը ավելի է խորանում, ել ավելի ընկերներ են կորցնում կամ ասենք նաեւ ընդհանրման վտանգ կա, որովհետեւ տեսնում եք դուք էլ ակտիվ եք սոցիալական ցանցերում, տեսնում եք, թե ինչքան ատելության խոսք կա այս հարցի շուրջ։ Դրա համար ես երեք մի գրություն էի գրել, որ ձեզ էլ եմ ուղարկել այսօր առավոտյան, իմ կարծիքով դա լուծման տարբերակներից մեկն է, որ քանի որ այս երկու ճամբարներն էլ եւ նաեւ իշխանական պատգամավորները եւ ընդդիմադիր պատգամավորները անընդհատ կրկնում են, որ եկեղեցին դա ազգային կառույց է եւ եկեղեցին նույնն է դա ասում, ուրեմն պետք է նաեւ այս հարցը բարձրացվի արդեն ազգային ժողովում, որովհետեւ քաղաքակիրթ երկրներում սա է ընդունված, եթե մի հաստատություն ունենում է այսպիսի ծանր իրավիճակ եւ ճգնաժամ, ապա ղեկավար կազմը ամբողջությամբ հրաժարական է տալիս կամ եթե ասենք կաթոլիկ եկեղեցին է, այն գերմանացի պապի օրինակով, պապ Բենեդիկտուս 16-րդի, ինքն է հրաժարվում։ Հիմա մեր երկրում այս կաթոլիկոսը չի ուզում հրաժարվի, բայց բացի դրանից նաև իրենք ասում են ոչ մի բարեկարգության խնդիր չկա։ Նայեք ինչ ծիծաղելի իրավիճակ է։ Սրանից առաջ, ասենք 19-րդ դարի երկրորդ կեսից բոլոր կաթոլիկոսները ասել են, որ մենք բարեկարգության կարիք ունենք, այսինքն Գևորգ IV-ն ասել, Մակար Գևորգյանը ասել, Խրիմյան Հայրիկն ասել
Գեորգ 5-րդը Իզմիրլյանն ա ասել, Խորեն Մուրադբեկյանն ա ասել, Գեորգ 6-րդը Վազգեն առաջինը, Գարեգին առաջինը, իսկ Գարեգին երկրորդ Սարգսյան, Ներսիսյանը ասում է, չէ, ինչ բարեկարգություն, ամեն ինչ գերազանց է։ Լավ, եթե գերազանց է, ինչու է այսպեսի ճգնաժամ տիրում, ինչու է 8 եպիսկոպոս ելել ոտքի, Գեորգ Սփազանը արդեն 4-րդ եպիսկոպոսն է, որ կարգալույց է հռչակվել, ինչու են 4 եպիսկոպոսներ կալանքի տակ, ինչու են 6 եպիսկոպոսներ ստացել դուրս ելնելու արգելք, այսինքն չես ուզում գազ պատասխանես, այսինքն արի մի հատ էս թող եւ իշխանամետ եւ թող ընդդիմադիր պատգամավորները հարցեր տան ու դու ուղիղ եթերում, եթե այդքան մաքուր ես, բացատրի ինչ է կատարվում։ Եվ եթե ինքը չգա կամ չուզենա կամ չբացատրի, պետք է ձևավորել արդեն հանձնաժողով ուստեղ։ Ես մի երկու օրինակ եմ ուզում բերեմ, եթե թույլ տաք, որտեղ մեզ միշտ մեղադրում են, մենք անցյալ օրը դրա մասին մի քանի մարդկանց հետ էինք խոսում, որ նաև իշխանության կողմնակիցներ են, իրանք երբեմն ասում են, բա սահմանադրական ձևով, եթե նայենք, մենք անջատ ենք, չի կրոնը պետությունից անջատ է։ Այո, դες բան կա, բայց նաև մենք համարում ենք, որ սա ազգային եկեղեցի է։ Ու օրինակ, եթե Երուսաղեմում կամ Իսրայելում խնդիրներ են եղել տարածքների հետ կապված, եթե հիշում եք, անգամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ով է գնացել այնտեղ բանակցելու։ Վարդան Օսկանյանը, այսինքն Արգոս նախարարը գնացել է եկեղեցու հարցերով, որ միջամտիչ է։ Նույնը Վրաստանում, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, երբ որ Ռոբերտ Քոչարյանն էր ու վրաց եկեղեցին օտարում էր հայկական տաճարները, այսինքն վերցնում էին մեր եկեղեցիները ու սեփականացնում էին, այդ ժամանակ նույնիսկ այս կտրիչը, որ arczepiskopոսն էր Երևանի, ինքը այդ հանձնախմբի մեջ էր, իրանք հոգևորականներով եւ պետական պաշտոնյաներով, դեսպաններով, նախարարներով գնում էին Վրաստան ու բանակցում էին, որ այդ խնդիրը նոր կարծես Սաակաշվիլիի ժամանակ լուծել, որ տաճարները պահպանել։ Այսինքն, երբ որ իրանք խնդիր ունեն, որ աջակցության կարիք ունեն, իրանք դիմում են պետությանը, որ օգնեք մեզ։ Բայց երբ որ հիմա կա մի այսպիսի ծանր իրավիճակ պարտությունից հետո մենք կորցրել ենք Արցախը, մենք կամաց ուզում ենք ոտքի կանգնել, եկեղեցին հանկարծ ասում է, չէ, դե ես առանձին իմ ուղղությունը կգնամ կամ ասենք ես մի հատ Բագրատ Գալստյանին նման մի հատ ահաբեկիչ կպատրաստեմ, որ այս հարցերը իրենց ձևով կլուծի։ Ուստի եթե չի գալիս կտրիչ Ներսիսյանը ազգային ժողով, ես կարծում եմ պետք է ուրեմն ձևավորվի հատուկ հանձնախումբ, որ պետք է զբաղվի արդեն այս տրանսֆերի հարցով, այսինքն նոր տեղապահի ընտրություն կամ դատաիրավական հարցերի բարձրացում, որտեղ շատ լուրջ մեղադրանքներ են։ Ու իմիջիայլոց այդ տեքստը, որ ես գրեցի, մի բան էլ հետաքրքիր եղավ, ես 3 հրապարակեցի դա իմ Facebook-ում, այսինքն փետրվարի 8-ին։ Ու փետրվարի 9-ին մի քանի ընդդիմադիր թերթեր սկսեցին դա տարածել, բայց ոչ թե իմ անունով, որ Հարություն Հարությունյանն է դա գրել, այլ գրեցին Տիրադավ եսիմ եպիսկոպոսների հանձնախումբը պահանջում է։ Այսինքն այդ աստիճան մոլորեցնում են եւ մանիպուլացնում են, էլի։ Չէ, եթե իրենք արդար են, եթե բարեկարգության պահանջ չկա, եթե ամեն ինչ նորմալ է, թող գան բացատրեն, թող գան հարցերին պատասխանեն եւ ես կարծում եմ այստեղ պետք է սա շատ շուտ անել, որովհետեւ եթե այս Ավստրիայի հայտարարակ ժողովը տեղի ունենա, նախ իրենք նսեմացնելու են Հայաստանի անունը ու երկրորդ նաեւ սրանից հետո իրենք պատժելու են այս մեր 10 կամ 8 արդար եպիսկոպոսներին, արդարամիտ ու նաեւ մյուս քահանաներին ու սարգսակներին ու այս ամենը շատ ավելի ծանր իրավիճակի մեջ է մեզ գցելու։ Պարոն Հարությունյան, ենթադրենք չեկան ազգային ժողով հրաժարվեցին, հանձնաժողով ստեղծեցին, սկսեցին ուսումնասիրել, իսկ իրավապահ համակարգը ստեղ անելիք ունի։ Դե եթե արդեն դիմում կատարվի, չէ, ասենք եթե իրոք ձեր բերած այդ օրինակները կամ ինչ որ մենք նաև լսել ենք Հայաստանի վարչապետից կամ մյուս պատգամավորներից այդ մեղադրանքները ֆինանսական զեղծարարությունների կամ օտար ուժերի Ռուսաստանին ծառայելու ցենց բաներով էլ ակնարկներով եթե կան այդ փաստերը, ուրեմն պետք է այդ փաստագրությունը տեղի ունենա ու դիմում կատարվի արդեն իրավական համակարգի, որտեղ օրենքով բանը այս օրենսդիր մարմինը եւ ասենք արդարադատությունը անկախ են, չէ՞ իրարից։ Պետք է արդեն ուրեմն ուղղակի ասել այս մարդը 99 թվականից ընդեղա գահին նստած է, ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել ու հակառակը այս բաները անում, որ հակապետական են։
Ուստի եթե ինքը չի գալիս, չի ուզում իր ազգին բան տալ, պատասխան տալ, կամ ոնց որ դուք տեսաք, չէ, Եռաբլուրում ամսի 28-ին ինքը ասում է օրվա խորհուրդը մի փչացրեք, բայց ինքը որ նախորդ օրը Գևորգ Սփազյանի կարգալույց արել ու փչացրել է այդ 27-ի հիշատակի նոր տոնը, դրա մասին ինքը չի ուզում խոսալ։ Այսինքն եթե ինքը ամենայն հայոց է, ինքը ինչի՞ց է վախենում։ Ինքը միշտ պետք է պատրաստ լինի լրագրողների հետ խոսալ, ոնց որ մենք ենք խոսում, մա դուք ինձ ինչքան հրավիրել եք, ես ձեզ եկել եմ, չէ, բա ինքը ինչի՞ չի գալիս ձեզ մոտ։ Դե բարդ հարցեր եք տալիս, գիտեք, Ռուսաստանի մասով կարծում եմ ակնհայտ է եւ այդ հայտարարությունները այլևս չեն կարող որակել որպես մերկապարոնած, այսինքն Ռուսաստանի ազդեցությունը կամ ռուսական շահեր սպասարկելը կամ ինչ որ շատ կոնկրետ կապեր ունենալը, թեկուզ այն պարզ պատճառով, որ Սուրբ Գեղարդից մի կտոր թրցնենք տանք ռուսներին, տենց օրը մեջ հանդիպենք ռուս հոգևորականների հետ, նրանք էլ տարակուսեն եկեղեցու դեմ հարձակումներից, չգիտեմ, աջակցություն հայտնեն, նկատի ունեմ այդ անառողջ հետաքրքրությունը Ռուսաստանի կողմից ներհայաստանյան process-ների նկատմամբ։ Սրանք եթե անգամ այդ հայտարարությունները չլինեին, գալիս են խոսելու ենթադրաբար տրամաբանությունը հուշում է նրա մասին, որ Ռուսաստանի հետաքրքրվածությունը այստեղ զուտ, այսպես ասենք, ինչ որ կրոնական չէ կամ ինչ որ եղբայրական չէ, այլ շատ այլ հարցեր կան այստեղ։ Այո, եւ շատ ամոթալի հարցեր կան, որովհետեւ եթե հիշում եք 23 թվականին այդ Մոսկվայի այդ գեղեցիկ նոր կառուցված եկեղեցում Եզրաս arczepiskopos Ներսիսյանը կատարեց օրհնության կարգ եւ օրհնեց այդ Արբաթ կոչվող գումարտակը, որ հայերից ու արցախցիներից, այսինքն արցախցի հայերից ու հայաստանցի կամ ռուսաստանաբնակ հայերից բաղկացած մի խումբ է, որ գնացել են իբրև թե բան նեոնացիզմից ազատել Ուկրաինան։ Բայց ասենք այդ ռազմական բոլոր էքսպերտները ասում են, որ իրանք աշխատում են այնտեղ որպես վշիբալը, այսինքն իրանք մտնում են այն տարածքները, որ արդեն գրավել է զորքը, ուղղակի այնտեղ բիզնես ունեցող ուկրաինացիներին ծեծելով, ճնշելով, ջարդելով, փշրելով իրաց գումարներն են գողանում։ Սա խայտարակություն է, որովհետև այդ երկիրը հիմա գիտեք Ուկրաինայում ինչեր են տեղ ունենում, չէ՞, մարդիկ լույս չունեն, ջերուցում չունեն, այնտեղ մեր ու մանուկ դրած կոտորում են, չէ՞։ Ու այս եկեղեցին մեր օրհնել է սա։ Հետո ստացել է նաև մեդալներ, ինքն էլ է ստացել, իր եղբայրն էլ է ստացել Պուտինից, չէ՞։ Սա գալու է մի օր, չգիտեմ, երևի 10 տարի, 20 տարի հետո, որ ուսումնասիրությունները արդեն որ լուրջ կարվեն պատմական, սա որակավորվելու է այս պուտինիզմը որպես Հիտլերի շարունակություն կամ ասենք Հիտլերից ավելի վատ մի հատ ինչ-որ ցեղասպանություն ու մեր եկեղեցին դրա մասնակիցն է իդեմս Եզրաս Ներսիսյանի իդեմս այն հոգևորականները որ դեռ շարունակում են դեռ ծառայել օրինակ Ղրիմում ծառայող ինքը թեմական այսինքն բան ունի համայնքային եկեղեցի ունի ու այս տղաները որ ընդեղ են ես համացա որ ձեր ասացի իբրև շարունակություն տեսակ տարբեր քաղաքներում իրենք ցույցեր են չէ կազմակերպում Ռուսաստանում դու նույնիսկ մի հոգով չես կարա ցույց անես եթե հանգարտ մի հատ պլակատ գրես գնաս կանգնես քեզ բռնելու են իսկ իրանք ոնց են չէ այդ Աստրախանում եսի ինչ Կրասնոդարում եւ այլն հա ու մենք կապի մեջ ենք մի քանի քահանաների հետ ճիշտն ասած ընդերից իրանք լացում են իրանք ասում են մեզ գալիս են հատուկ ծառայություններից ասում են պետք է անեք ու եթե չանենք, մենք ասում ենք, մենք վախեցած ենք, որ կարող մեր երեխեքին, մեր ընտանիքներին ինչ ասես կարող անեն։ Այսպիսի վիճակ կա։ Հիմա այս ամբողջ կոնտեքստի մեջ բարձ երևում է այս կապը ու այդ ծառայությունը ես ուղղակի մի կողմից զարմացած եմ, որ մի կողմից է հիացած եմ, որ փաստորեն ես ծնվել եմ ինքս 1975 թվականին ու այդ նույն թվականին Կտրիշ Ներսիսյանը անդամագրվել է ռուսական կամ սովետական KGB-ում, որովհետև ինքը առանց բանակ ծառայելու այդ թվականին գնացել է Ճեմանից հետո առանց դիպլոմայի պաշտպանելու գնացել է Ավստրիա, ու Ավստրիան որպես spy friendly country, այսինքն դեռ եղել է ոնց որ այսպես բուֆերային զոն, ինքը շուրջ 2 տարի սովորել է այդ իբրև թե Վիեննայի համալսարան, բայց ոչ մի բան չունի, զաչոտնիկ չունի, ոչ մի քննություն չի անցնել։ Ու տեղ ունեցել այդ մի ընկերոջը, որի մասին եմ ուզում նաև ասեմ, Ալոյս Շվարց եպիսկոպոսը, որ Սանկտ Պոլտենի թեմի առաջնորդն է կաթոլիկ եկեղեցու։ Ու ինքը համարվում է Ավստրիայի եպիսկոպոսած խորհրդի կաթոլիկների սև ոչխարը, ասինքն իր ազգանունն էլ կոչվում է Շվարց, դա գերմաներեն նշանակում է սև։
Որտեղ այնտեղ երկու հատ սկանդալ ա եղել էս 21-րդ դարում Ավստրիայում։ Մեկը 2004 թվականին Զալցբուրգի թեմում եղել են միասեռականության դեպքեր ճեմարանականների մոտ։ Բայց հետո որ այդ հայտարարությունը ասես մի տեսակ sense բացվել ա ու իրենց համակարգիչներն են սկսել ուսումնասիրել, գտել են նաև մանկապղծության նկարներ ու վիդեոներ։ Սա եղել է 2004-ին ամենամեծ սկանդալներից մեկը Զալցբուրգում։ Իսկ երկրորդ սկանդալը եղել է 2018 թվականից սկսել առ այսօր, այդ Ալոյս Շվարց Բիշոփի, այսինքն եպիսկոպոսի հետ կապված, որովհետև ինքը ինչ ասես արել է, դրամական զեղծարարություններ արել է, արել է մոբինգ իր աշխատողների, ունեցել է ապօրինի կապեր, ապօրինի կին եւ այլն եւ ոչ մի մնացած եպիսկոպոսների հետ ինքը սոլիդարություն կամ համերաշխություն չի դրսևորել։ Ու հիմա այս մարդը համարվում է կտրիչի ինգերը, որովհետև իբրև թե իրենք ժամանակին ուսանող են եղել Վիեննայի համալսարանում երկուսով, ու այս Շվարցը ասել է, արի ես քեզ կօգնեմ, դու հալածվում ես քո երկրում, հա, քո եպիսկոպոսներին բանտ են նետում, արի ես քեզ այս թեմիս գրասենյակները կտամ, եկեք ժողով անեք, բայց այդտեղ մի sense հայտարարակ բան կա, էլի, այս մյուս եպիսկոպոսները որ գնում են, սա ուղղակի անամոթություն է, որովհետև եթե իրոք ձեզ այստեղ հալածում են կամ ձեր եղբայրներին, ենթադրենք իրոք այս եպիսկոպոսներին հալածում են ու անտեղի բանտն են նետում կամ անտեղի տեղը իրանց ելքը արգելում են, չէ, երկրից։ Դե եկեք ուրեմն, եկեք Էջմիածին, այսքան տարի փակել եք Էջմիածինը վերանորոգում եք, բա ասում եք տաճարը բացվել է, հիմա Սուրբ Հոգու ներկայությունը մոռացել եք, եկեք Սուրբ Հոգու ներկայությամբ մի հատ աղոթեք, հետո Էջմիածնում վեհարանում այդ 30 միլիոնը, որ ծախսել եք, այդքան բան եք արել, վերանորոգել եք, այդտեղ մի հատ ժողով արեք ու կանչեք ԱԱԾ-ի տնօրենին կանչեք, մարդու իրավունքների պաշտպանին կանչեք, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին կանչեք, ու ասեք հələ մի հատ զեկուցեք մեզ, էլի, այս ինչ խախտումներ ա եղել, կամ ասենք մի հատ եկեք քննենք, այսով է համարձակվել այս մեր եղբայրներին, մեր եկեղեցականներին ճնշի։ Կա տենց բան իրոք, թե չէ, թե փաստերով թող ապացույց պահանջեն։ Ու ես վստահ եմ, որ ԱԱԾ-ի տնօրենը կգնա, մյուս պաշտոնյաները կգնան, ու կասեմ, որ ոչ մի բան չի եղել, ամեն ինչ լինում է օրենքի սահմաններում։ Եթե մեկը աբեկչություն է քարոզում, կամ մեկը հորդորում է իր քահանաներին, որ պիտի գնան ցույցերի մասնակցեն, վերջ, դա հանցագործություն է։ Ու այս ամենն էս ֆարսը բացվելու է։ Բայց իրանք չունեն էլ այդքան հայրենասիրություն, ու ես զարմանում եմ, եթե մարդը չունի այդքան հայրենասիրություն, գոնե պետք է ունենա մի քիչ բանականություն, որ ասի լավ, ես էլ եմ միանում այս բարեկարգման շարժմանը, որտեղ 150 տարի է եկեղեցին ուզում է բարեկարգվի ու չի ստացվում։ Լիքը սոցիալական հարցեր կան, որ չենք պատասխանում դրանց, լիքը հարցեր կան, որ կանանց ոտնահարում ենք, կամ ասենք երեխեքին ոտնահարում ենք, կամ ինչ որ հարցեր ամեն մեկը իր ձևով լուծում է քահանաները, բայց այդ հարցերի պատասխանը չի պետք։ Եկեղեցու անվան փոփոխությունը ուղղափառի։ Սա նշանակում է, որ կասկածի տակ է դրվում մեր եկեղեցու դավանաբանական ինքնությունը։ Նայեք, եկեղեցին ունի պաշտոնական անուն։ Եթե մենք նայենք, մեր շարականների մեջ տարբեր բառեր կան։ Եկեղեցին կարա կոչվի, ասենք, քրիստոնյաների հավաք, կարա կոչվի ժողովարան, չէ՞։ Կարա կոչվի կաթողիկե եւ ուղղափառ եւ առաքելական եւ այլն եւ այլն։ Բայց եթե դու գրանցում ես քո եկեղեցին արդեն որպես հայ առաքելական սուրբ եկեղեցի, դա քո ինքնության մասն է։ Ինչ է դա նշանակում, որ դու եթե ինչ-որ մի հատ ուրիշ երկրում ես, դու իրավունք չունես ինչ-որ մի հատ առաջնորդի թույլատրես ինքնական ինչ-որ փոփոխություն անի ու կաթողիկոսները դա հաստատի։ Ենթադրենք, ասենք, օրինակ մենք Գերմանիայում ունենք համայնք կամ թեմ, որտեղ ես էլ եմ ծառայել ժամանակին իբրև հոգևորական։ Որտեղ մենք չենք դնի, ասենք, Բավարիայում կոչենք համայնքը հայ առաքելական կաթոլիկ, որովհետև այնտեղ կաթոլիկներ շատ կան։ Իսկ ասենք հյուսիսում Գերմանիայի Համբուրգում ու Բերլինում կոչենք հայ առաքելական ավետարանական, որովհետև այնտեղ տեղի բաները, քրիստոնյաները ավետարանական են։ Չենք անի, չէ՞ տենց։ Ոչ էլ ասենք Շվեյցարիայում մեր թեմը չեն կոչի բողոքական։ Բայց ասենք այս Ռուսաստանում ինքը թույլ է տվել ու այստեղ ինձ համար հետաքրքիրը գիտեք որն է, ոչ թե այդ դավանաբանական հարցը, որովհետև դրա մասին ընդհանրապես իրանք դիսկուրս չեն արել, այսինքն չեն խոսացել դրա մասին ռուսների հետ, որ մենք ուզում ենք ենթարկվենք ձեզ։ Բայց դա արել են ժիրայր 2018 թվականին։ Ինչու՞։
ու դա արվել է հեղափոխությունից հետո։ Ու դրանից մի տարի անց էլ 2019-ին Պետերբուրգում բացել են ճեմարան հայկական, որ այնտեղ պատրաստեն, այսինքն հոգևորականներ։ Ու արդեն այդ նոր անունով Արմյանսկая ապոստոլская православная церковь, այսինքն սա այսպես շատ այս նուրբ ձևով գտնելու, հաճոյանալու եւ այդ ձեր պատմած այդ Գեղարդի մասունքներին էլ արդեն ասենք իփաստ կարանք ասենք, որ ինչու են հենց նվիրել Կիրիլ Պատրիարքին, ինչի չեն նվիրել, ասենք, Հռոմի Պապին կամ ասենք Ղպտիների առաջնորդին, չէ։ Սա հենց այդ է վկայում, որ ինքնակամ ինքը ինչ ուզեցել է արել է ու նաև ստել է, էլի, որ երբ որ հարցնում են թե դուք տվել եք Գեղարդը, չէ, չենք տվել, հետո բայց ասում են վայ գտանք էս ինչ վանքում, որ բարի ստացել էր քաղաքապետը, թե մարզպետը Պետերբուրգի ու տենց մի մաս էր ընդհանրենս այս բան եւ այլն ոսկերիչ տենց աննշան կտրել, բայց ինքնակամ դու ո՞նց ես այս բանամ կամ ինքնակամ դու ո՞նց ես որոշում, որ այս եկեղեցու անունը պետքա փոխենք, ինչա թե հարմարացնենք այդ ռուսական կոնտեքստին ու իրանց բանն էլ պարզաբանումներն ասում են դե որոշ հեղինակներ դա օգտագործել են, չէ՞, Մաղաքեա Օրմանյան պատրիարքը օգտագործել է իր գրքի վերնագրում։ Հա մենք էլ իբրև գիտնականներ հաճախ մեր հոդվածներում դա օգտագործում ենք, բայց մենք նաև ասում ենք մենք քրիստոնյա ենք, չէ՞, բայց դա չի մեր պաշտոնական անունը։ Պաշտոնական անունը դա քո ինքնությունն է ու 17-րդ դարում երբ որ հայ եպիսկոպոսը Լեհաստանում փորձում է փոխել մեր թեմը դարձնել կաթոլիկ, այդ համայնքը ձուլվում գնում է։ Ու նույնը լինելու է նաև Ռուսաստանում, եթե իրանք sense հեշտ են նայում, օրինակ ես շատ եմ եղել Ռուսաստանում, այնտեղ ով արդեն 10 տարի ապրում է Հայաստանից գնացել է, իրանք էլ հայերեն չեն խոսում։ Ու մանավանդ դու էլ ասում ես դե պրավասլավնի ենք, դե ինչ էլ կամ ոնց որ Սեյրան Օղանյանը կա, չէ՞, բան նախկին պաշտպանության նախարար ինքը հունվարի 6-ին այս տարի բասեինու մեջ իր բանում այգում լողանում է։ Ինչի է դա անում։ Ու sense խոսքեր ասում է օրնված ջուրը, չգիտեմ ինչ, սուրբ ծնունդը եւ այլն եւ այլն։ Այսինքն դե ռուսական լրիվ նարատիվներ են, բայց շատ sense գեղ ձևով են անում, որտեղ ես այդ պարոնը Սեյրանին կասեի, բայց օրնված ջուրը դուք հետո քաշում եք այդ պրոբկեն ու թափում եք կանալիզացիան, ինչ եք անում այդ օրնված ջուրը, որի մեջ դուք լողացած եք, սովորաբար Ռուսաստանում դե գետերում են, չէ՞, այդ սառույցը կոտրում, որ գետը օրհնվի ու գետի մեջ այդ սուրբ ծնունդը նշեն։ Այս բաները կա, սա շատ նուրբ բաներ են ու լավ է որ դուք նկատում եք ու դա էլ է ոնց որ ռուսական այդ չոր կացին քաղաքականության փափուկ ձևերն են, որ կտրիչը փաստորեն 50 տարի շարունակ 1975 թվականից լավ վարժվել եւ հմտացել է դրա մեջ։ Շնորհակալ եմ, պարոն Հարություն։ Ես եմ շնորհակալ։ Ընկերներ, զրուցակիցս աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանն էր։ Բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին, հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանությամբ բաժնում է։